Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Որպեսզի արթնանանք, արթնացեք։ Այս պահին առաջարկում ենք մի լավ երաժշտություն, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր եթերը։ Դե ինչ վերադարձանք սիրելի հեռուստադիտող, վստահ ենք, որ երաժշտությունը օգնեց ձեզ արթնանալու, տրամադրություն փոխելու, իսկ եթե այն դեռևս չի օգնել կամ եթե արդեն արթնացել եք, պետք է կազմակերպել լավ առօրյա։ Իսկ յուրաքանչյուր առօրյայում այսօր, քանի որ նախատոնական է, նաև ավելացել է նախատոնական գնումները, պատրաստվել ինչ-որ նոր բաներ, նվերներ եւ իհարկե կանանցել թե ավելացել են հոգսերը համեղ ուտեստներ պատրաստելու համար։ Բացի իհարկե համեղ ուտեստներ պատրաստելուց նաև մենք յուրաքանչյուրս մեր արտաքինի մասին եւս մտածում ենք առօրյա հանդիպումներ, ինչու՞ չէ նաև տանը պետք է պատշաճ գեղեցիկ տեսք ունենալ։ Իսկ այն լավագույնս մեզ օգնում է ավանդական էջով Նաիրա Հարությունյանը։ Այս պահին առաջարկում եմ տեսնենք թե Նաիրան Հարությունյանը ինչ է պատրաստել մեզ համար, դիտել, վերադառնալ ու շարունակել եթերը չփոխեք։ Հերոստա ալիք գնացինք։ Ողջույն, ձեզ հետ կրկին ես եմ Նաիրա Հարությունյանը եւ շարունակվում են մեր տոնական եթերները։ Այսօր ուզում եմ ձեզ առաջարկեմ այլընտրանք տոնական արձակուրդները հետաքրքիր պահերով կազմակերպելու համար։ Երբ խոսում ենք նոր տարվան ընտանիքի ժամանցի մասին, շատ ենք ուզում հեռանալ սովորական խաղերից ու ֆիլմերից եւ առաջարկել ինչ-որ իսկապես հետաքրքիր բան, որը կտա նոր զգացումներ եւ կլցնի տոնական արձակուրդները պայծառ պահերով։ Օրինակ կարելի է կազմակերպել ընտանեկան քուեստ տանը, թաքցված հուշումներով, փոքրիկ առաջադրանքներով եւ փոքր նվերներով։ Երեխաները դա շատ են սիրում, իսկ մեծահասակներն էլ ոչ պակաս ակտիվ են մասնակցում։ Քուեստը կարող է դառնալ թեմատիկ, ձմեռ պապիկի նվերի որոնումը կամ նոր տարվա փրկությունը կամ նույնիսկ սիրելի ֆիլմի ոճով։ Շատ հետաքրքիր գաղափար է նաեւ ընտանեկան թայմ քեփսուլան։ Վերցրեք գեղեցիկ տուփ կամ բանկա եւ դրա մեջ դրեք փոքրիկ իրեր, գրառումներ, լուսանկարներ, զվարճալի արտահայտություններ, երեխաների նկարներ, ամեն ինչ, ինչը ասոցացվում է ձեր ընտանիքի տարվա հետ։ Փակեք այն եւ բացեք ճիշտ 1 տարի անց։ Դա ստեղծում է ժամանակի զարգացման եւ ընտանեկան միասնության անհավանական զգացում։ Կարելի է կազմակերպել նոր տարվա տաղանդերի փոխանակման երեկո։ Յուրաքանչյուրը ընտանիքում ցույց է տալիս իր որևէ կարողություն, փոքրիկ պար, զվարճալի տեսարան, երգ, ֆոկուս, հոբի։ Դա եւ զվարճալի է եւ շատ հուզիչ ու շատ միավորող։ Հատկապես երբ երեխաները ստանում են մեծերի ծափահարությունները, իսկ մեծահասակները բացահայտում են իրենց նոր կողմերով։ Մեկ այլ հետաքրքիր գաղափար է ստեղծել ընտանեկան ցանկությունների քարտեզ, բայց ոչ սովորական, այլ ինտերակտիվ։ Օրինակ, յուրաքանչյուրը առանձին քարտեզի վրա գրում է կամ նկարում է իր երազանքները փոքրից մինչև մեծ։ Հետո բոլորը միասին ստեղծում են ընդհանուր ընտանեկան նպատակների վահանակ, որը կարելի է կախել տեսանելի տեղում, եւ այդ 1 շաբաթ տոնական արձակուրդների ընթացքում այն կդառնա ոգեշնչման եւ նոր սկզբի ազդարարում։ Եթե ցանկանում եք ակտիվություն, փորձեք գիշերային զբոսանք զարդարված քաղաքով, բայց խաղային տարով գտեք ամենագեղեցիկ լուսաշղթաները, ամենանվիրական ցուցափեղկերը, լավագույն եղևնին։ Կարելի է նույնիսկ անել եւ ստեղծել ընտանեկան սելֆի ռեպորտաժներ, իսկ նրանց համար, ովքեր սիրում են հանգստություն, կա հրաշալի ավանդույթ՝ լուր պատմությունների երեկո։ Յուրաքանչյուրը պատմում է 1 պատմություն անցնող տարվա զվարճալի, ոգեշնչող ու անսպասելի իրադարձություններից։ Դա ստեղծում է աներևակայելի ջերմ մթնոլորտ եւ օգնում է տարվա ավարտին մոտենալ երախտագիտությամբ։ Եվ որ ամենագլխավորն է, նոր տարվա ընտանեկան ժամանցը պարտադիր չէ լինի աղմկոտ կամ կատարյալ։ Այն պետք է լինի իրական, երբ դուք միասին ստեղծում եք ոչ թե պարզապես սոցիալական ցանցերի լուսանկարներ, այլ հիշողություններ, որոնցով հաճելի է ապրել։ Դե ինչ, հուսամ իմ խորհուրդները ձեզ դուր եկան։ Ձեր հետ Նաիրա Հարությունյանն է։ Ցանկանում եմ ձեզ ուրախ տարի եւ մնացեք բարով։ Եվ այսպես, օրերս Արաքել Պետրոսյանը սահմանել է իր 5-րդ ռեկորդը։ 12-ամյա Արաքելը ռեկորդներ է սահմանում սկսած 8 տարեկանից։ Նա յուրաքանչյուր անգամ իր ռեկորդները նվիրում է 1 հերոսի։ 5-րդ ռեկորդը նա նվիրել է երգիչ երգահան Դավիթ Ամալյանի եւ երգչուհի Արմինե Ամալյանի որդուն Վարդան Ամալյանին։ Եվ այս պահին մեր ստուդիայում է հյուրը, ով սահմանել է այդ ռեկորդը, չեմպիոնը Արաքել Պետրոսյանը։
Ողջույն, Արաքել, բարի առավոտ։ Մեզ մոտ դու հաճախ ես լինում, իհարկե լուսաբանում ենք քո բոլոր ռեկորդները, որոնք որ սահմանում են։ Այս անգամ խոսենք այն ռեկորդից, որը որ սահմանել ես։ Եվ ինչ ես արել։ Կարող ենք խոսել, բացել փակագծերը, որ ռեկորդ ես սահմանել։ Վարժության անունը Կցագնդերով վարժությունն է, այո։ Քանի անգամ ես արել։ 4444 անգամ։ 4444։ Եվ նվիրել եմ Վարդան Ամալյանին։ Իսկ նախորդ ռեկորդը, որը որ եղել է, ոչ թե քոնը, հա, այս կցագնդերով, քանի անգամ են արել, որ դու ավելի շատ ես արել, քան նախորդ անողը։ Նախորդ անողը հայրիկս է եղել, դեր հայրիկից չեմ գերազանցել, բայց պատրաստում եմ գերազանցել։ Որքան է արել հայրիկը։ 16000։ Ու դեռ հələ շատ ունես հայրիկին գերազանցելու, բայց կարծում եմ որ կգերազանցես, քանի տարեկանում է հայրիկը արել 16000 անգամ։ 35-6։ Դու հələ դեռ երիտասարդ ես, իհարկե կանես այդ ամենը։ Այ այս ռեկորդները, որոնք որ դու անում ես, հա, ինչ է քեզ տալիս ընդհանրապես, ինչ որ հատուկ կետ ես դրել, որ այս մեկն էլ պետք է անեմ, իհարկե շատ լավ ավանդույթ է, որ նվիրում ես նաև մեր հայրենիքներին, ովքեր որ իրենց կյանքը նվիրել են մեր հայրենիքին, այ քեզ համար ինչ է այս ռեկորդները։ Ռեկորդները ինձ ուժ են տալիս, հավատք են տալիս եւ հպարտություն է, որ եւս մեկ անգամ հիշեցնում եմ մեր հերոսների մասին։ Իհարկե հերոսների մասին, ինչպես նաև երկրին, Հայաստանին դրոշը բարձր ենք, իհարկե բարձր ենք պահում եւ հաղթանակ ենք բերում։ Առաքել, ապագայում ինչ ծրագրեր ունես, ինչով ես զբաղվում, բացի նաև, այսինքն այս ռեկորդներ սահմանելուց։ Զբաղվում եմ նաև բռնցքամարտով, մարզիչս Արթուր Մելքումյանն է, շատ շնորհակալ եմ նրան մարզումների համար։ Իսկ բռնցքամարտում ինչ ունես, ինչ չեմպիոնական գոտիներ ունես արդեն։ Մեծ հաջողություններ ունեմ։ Եվ պատրաստում եմ ապագայում էլ շարունակեմ բռնցքամարտով։ Ինչ որ առաջնությունների մասնակցես նաև Հայաստանի եւ դեպքում եւս մասնակցել ես արդեն։ Դեռ ոչ, տարիքս փոքր է, այս տարվանից արդեն սկսում եմ բռնցքները։ Այսինքն եկող տարվանից տարիքդ բավարարում է, որպեսզի մասնակցես նաև բռնցքամարտին։ Բացի բռնցքամարտից դպրոցում ինչպես են գործերդ։ Նորմալ, ինչպես են քեզ վերաբերվում, որպես արդեն հնգակի ռեկորդակիր։ Դե ուսուցիչները շատ գովում են, սիրում են, բայց չեն առաջնորդում, որ դաս չես սովորել, ռեկորդակիր ես չենք դնի, բոլորի հետ միասին։ Իսկ ընկերները դիմում են, երբ որ ուժի կարիք է լինում։ Իսկ ինչ ես ասում իրենց։ Օգնում եմ, խոսում ենք, կռվասեր չեմ։ Հենց որ գնում ես արդեն բոլորը էլ չեն ուզում, չէ՞ կռվեն, ոչ մեկ չի ուզում կռվի։ Եվ ինչ է, այսինքն օգնում ես իրենց, որպեսզի խաղաղություն լինի, չէ՞։ Շատ կարևոր է սա։ Տեսնում ես ուժը չես օգտագործում մյուսների համար։ Օգտագործում ես լավագույն ռեկորդները խոսքերով իհարկե։ Այ ինչ նպատակներ ունես։ Մեծանամ, օլիմպիական չեմպիոն դառնամ բռնցքամարտով եւ մեր երկրի դրոշը բարձր պահեմ։ Ովքեր են քո այսպես ասած, սիրելի օլիմպիական չեմպիոնները, որոնց որ հետևում ես։ Դե օլիմպիական չեմպիոններ շատ կան, նրանց թվերը շատ է։ Իսկ կոնկրետ հիմա, այսինքն երիտասարդներից, որոնք որ կան եւ հետևում ես։ Հովհաննես Բաչկովը, Դավիթ Չալոյանը, այդպես նաև ուրիշ երկրից էլ շատ սիրուն բան։ Բանով, երբ որ գնում ես բռնցքամարտով զբաղվելու, ամեն օր ես զբաղվում, թե այսինքն ինչ որ ամեն օր։ Առավոտյան երբ որ արթնանում ես, պարտադիր վարժություններ ես անում։ Մարմնավարժություններ եմ անում, նախաճաշում եմ, դպրոց, գալիս եմ պարապմունքի, հենց էլ անցնում օրս։ Իսկ ընկերներդ հարցնում են քեզ քո առօրյայից, որ վերցնեն, ասենք օրինակ, քեզանից օրինակ եւ ամեն օր իրենք էլ սկսեն մարզվել։ Այո, լիքը ընկերներ ունեմ, ինձնից են մոտիվացրել, պարապում են։ Եվ իրենք, այսինքն հիմա զբաղվում են սպորտով։ Այո։ Ինչ ես երազում, որ լինի մեր հայրենիքի համար։ Ամենակարևորը խաղաղություն լինի, բոլորը սիրեն եւ հարգեն իրար։ Խաղաղությունը ամենակարևոր բանն է, չէ՞։ Այո։ Քեզ համար կարևորը այսօր ի՞նչն է։ Խաղաղություն լինի։ Ոչ միայն հայրենիքի, քեզ համար նաև։ Այո, բոլորից։ Տանը ինչպես են քեզ վերաբերվում, որպես ուժեղ տղայի։ Մայրիկին էլ, հայրիկին էլ տնային գործերում օգնում եմ։ Օգնում ես։
Իսկ երբ որ պատրաստում ես ինչ-որ մի հաջողության, հա, պետք է արդեն մասնակցես եւ այլն, քեզ այդ ժամանակ ինչ են անում, ոգեշնչում են, թե թողում են հանգիստ, որպեսզի դու օրինակ ասենք պատրաստվես ավելի շատ կենտրոնանաս։ Նաև ոգեշնչում են, նաև թողում են հանգիստ։ Այս ռեկորդները, որոնք որ սահմանում ես, ավելի շատ հայրիկն է, հա, քեզ օգնում։ Այո։ Իր հետ ես զբաղվում։ Հա։ Ինքն է։ Այս պահին ունենք տեսանյութ, առաջարկում եմ հիմա գնանք դիտենք տեսանյութը այս պահին, հետո վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտող եւ այս պահին իհարկե մեր եթերում էր օրերս Առաքել Պետրոսյանը սահմանել էր 5-րդ ռեկորդը եւ ասեմ որ 12-ամյա Առաքելը իր 5-րդ ռեկորդը նվիրել էր Վարդան Ամալյանին մեր հերոսին։ Առաքել, հետաքրքիր է ապագայում ինչ ռեկորդներ ես արդեն ցանկանում կամ նախանշել ես որ 2026 թվականին պետք է սահմանես։ Ամեն անգամ որոշել եմ քանակը բարձրացնեմ 1000 հատով, որ ավելի շատ հերոսների անուններ բարձրացնեմ։ Այսինքն մինչև 15000-ը պետք է անցնես պապային, հա։ Այսինքն այս դեպքում եթե 1000 հատով գնանք, դեռևս քանի ռեկորդ ունես մոտավորապես սահմանելու։
այո, 16-15 հատ ռեկորդ ունես սահմանելու։ Քեզ մաղթում ենք հաջողություն։ Շնորհակալ եմ շատ։ Ապրես քո յուրաքանչյուր հաղթանակը ես վստահ եմ, որ մեր ոչ միայն քո հասակակիցների, այլ յուրաքանչյուր հայի համար հպարտություն է, պատիվ է, նամանավանդ որ շապիկը, որը որ կրում ես հերոսի հա Վարդան Ամարյանի պատկերով շատ հետաքրքիր է նաև դիվիզ է բոլորին, որպեսզի սա անես, սա նաև առօրյայում ես կրում։ Առօրյայում եռաբլուր գնալուց այդպես կարող է հագնել։ Դպրոցել ես հագնում գնում։ Չէ, դպրոցում չեն թողել սեփակը։ Քեզ հաջողություն ենք մաղթում։ Ապրես հաղթանակներ քեզ եւ յուրաքանչյուր քո հաջողության համար մենք պատրաստ ենք քեզ հրավիրենք, զրուցենք ու մաղթենք հաջողություններ ու լուսաբանենք։ Արաքել յուրաքանչյուր մեր հյուրին, քանի որ նախատոնական է, անպայման տալիս են հնարավորություն, որպեսզի իր սրտի մաղթանքը, բարեմաղթանքը նախատոնական մաղթի եւ ասի ինչ է ցանկանում, որ լինի նոր տարվան եւ այդպիսով բարին լինի։ Հիմա դու ունես հնարավորություն, քեզ հեռուստադիտողը դիտում է, ապա քո խնդրեմ Մաղթում եմ, որ այս տարի գալացող տարին լինի երջանիկ, ուրախ, բոլորը սիրեն եւ հարգեն իրար։ Մենք էլ քեզ ենք մաղթում հաջողություններ, հաղթանակներ եւ միայն հաղթանակներ։ Դե ինձ սիրելի հեռուստադիտող, յուրաքանչյուրը ձեզ համար ստեղծեք ձեր կարևոր կետը, որին որ ուզում եք հասնեք։ Այն ինչ նախատեսում եք 2026 թվականին, թող որ իրականություն դառնա։ Այո, խաղաղություն, հաջողություններ եւ հաղթանակ, միայն հաղթանակ։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ աշխատանքային առավոտ 21 TV եթերում օրդ բարի շրջանակներում։ Հաջողություն։